Ապրիլի 22-ի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Շիմոն Պանեկի գլխավորած պատվիրակությանը։ Անդրադառնալով տարածաշրջանային սոցիալ-տնտեսական փոփոխությունների համատեքստում միգրացիոն հոսքերի կառավարմանն Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ միգրացիան այլևս չի դիտարկվում որպես միայն տեխնիկական գործընթաց կամ սահմանային վերահսկողության խնդիր։ Այս տեսանկյունից վիզաների ազատականացումը միգրացիոն ոլորտի փոխակերպման կարևորագույն խթաններից է։ Ընդգծելով միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման եւ փախստականների աջակցման հարցում միջազգային գործընկերների հետ համագործակցության կարեւորությունը, Արմեն Ղազարյանը նշել է, որ այս ուղղությամբ ճիշտ ռազմավարությունը կնպաստի միգրացիոն մարտահրավերներին արդյունավետ հակազդմանը։ Միգրացիոն հոսքերի կառավարման մասին խոսելիս Շիմոն Պանեկը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության, մասնավորապես ներքին գործերի նախարարության վարած քաղաքականությունը փախստականների աջակցման հարցում, այդ թվում վարչական գործընթացների պարզեցումը եւ միջազգային գործընկերների հետ ռազմավարական հաղորդակցության ընդլայնումը։ Կարևորելով նմանօրինակ հանդիպումները, կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու ապագա համագործակցությունը։ Հանդիպանը քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, նախանշվել է համագործակցության շրջանակում առաջիկա անելիքներն ու դրանց հիմնական ուղղությունները։ Այսի շրջանակում ապրիլի 23-ին տեղի է ունեցել միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ծրագիրն իրականացվել է քաղաքացիական հասարակության եւ պետական կառույցների սերտ համագործակցությամբ, որի շրջանակում աշխատանքներ են տարվել տարբեր խմբերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների աջակցության ուղղությամբ։ Ամփոփիչ համաժողովին ներկայ էին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը, ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը, ինչպես նաեւ տեղական եւ միջազգային շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։ Խոսելով ծրագրի արդյունավետությունից, փոխնախարար Ղազարյանը անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների եւ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերող հարցերի, ընդգծելով, որ առաջին իրադարձությունը պահանջել է արագ արձագանք եւ պետական, տեղական ու միջազգային կառույցների արդյունավետ համագործակցություն տեղահանվածների անհետաձգելի կարիքների բավարարման նպատակով։ Երկրորդի շրջանակում Հայաստանում նախատեսվում է միգրացիայի կառավարման նոր ստանդարտների ներդրում, ինչը կբացի մի շարք հնարավորություններ, այդ թվում քաղաքացիների ազատ եւ արժանապատիվ ճանապարհորդելու իրավունքի իրացման առումով։ Փոխնախարարը կարևորել է նաև հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցությունը, այդ համատեքստում առանձնացնելով ճամփրուկ ամենամյա մրցանակաբաշխությունը որպես միգրացիոն թեմաների լուսաբանման խթան։ Համաժողովի ընթացքում ծավալվել է պանելային քննարկում միգրացիայի կառավարումն ու սոցիալական ծառայությունների ապագան Հայաստանում, կայունություն, համագործակցություն եւ ուղղորդումներ թեմայով, որի ընթացքում կողմերի հնչեցրած հարցերին տրվել են պատասխաններ։ Այնինչ տեսնում եք ձեր էկրաններին հատուկ օպերացիա չէ։ Սա քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների պատրաստվածության ամփոփիչ ցուցադրությունն է առավելագույնս մոտեցված իրական պայմաններին։ Իրավիճակները սիմուլացվել են հաշվի առնելով իրական աշխատանքի հնարավոր բարդությունները։ Ամեն շարժում, ամեն արձագանք հաշվարկված է։ Ամեն վայրկյանն էլ կարող է որոշիչ լինել, ինչպես իրական կյանքում։ Ծառայողների պատրաստվածության մակարդակը ստուգվում ու կատարելագործվում է այսպիսի իրական պայմաններում, որի համար Հայաստան էր ժամանել Միացյալ Նահանգների Լաս Վեգասի քաղաքային ոստիկանական վարչության հակահաբեկչական գործողությունների բազմաֆունկցիոնալ կարողությունների կազմակերպչական զարգացման բյուրոյի սպա ազգությամբ հայ Լազար Սիրոյանը։ Նա Հայաստան էր եկել կիսվելու իր երկարամյա փորձով եւ գիտելիքներով, ներկայացնելով զինված հանցագործությունների վնասազերծման լավագույն մեթոդները ինչպես ավտոտրանսպորտային միջոցներում, այնպես էլ շենքշինություններում։ Դասընթացների շրջանակում ընդգրկվել էին նաև տակտիկական բժշկության եւ կրակային պատրաստականության տարրերը։ Աշխատանքի հիմքում դրված են կոնցեպտներ եւ պրինցիպներ, որ անկախ դրանից թե միջավայրը որն է, այդ կոնցեպտները, պրինցիպները աշխատում են եւ ինչը հնարավորություն տալիս ավելի պարզեցված ձևով, ավելի կոնտրոլով, ավելի ապահով կերպով կատարեն իրենց աշխատանքը։ Լազար Սիրոյանն ավելի քան համոզված է, որ փորձի նմանօրինակ փոխանակումները կարևոր դեր ունեն մասնագիտական կարողությունների զարգացման գործում, ընդգծելով, որ միջազգային լավագույն փորձի փոխանցումը նպաստում է ներքին անվտանգության համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Սա ոչ միայն հմտությունների, այլև հոգեբանական տեսանկյունից պատրաստվածության մի նոր փորձառություն է, որ անփոխարինելի է ծառայողների պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու գործում։ Որպես հրահանգիչ հանդիպել եմ շատ անգամ նամանավանդ շատ փորձ ունեցող ուրիշ ոստիկանական ստորաբաժանումներին, որ բավականին դժվար է լինում կոտրել այդ սառույցը, որ
որ նոր ինչ-որ բան սովորեցնեն։ Տենց խոսք կա, ասում են մեր ստրուկտուրայում երկու բան չեն սիրում ոստիկանները՝ այն ինչ-որ կա ու փոփոխությունները։ Բայց միանշանակ երկու պարագայում էլ փոփոխությունները կարևոր են, որովհետև դինամիկա կա զարգացման, թե նոր միջոցներ են ձեռնարկում հանցագործները, ընդհանուր ոլորտը փոխվում է, մենք էլ հնարավորինս պետք է ադապտացվենք այդ ոլորտին։ Ավելի քան 10 օր տևած ցուցադրական գործնական պարապմունքին օպերատիվ արձագանքման վարչության ծառայողները կրկին ապացուցեցին, որ իրական նվիրվածությունը չի չափվում միայն տեխնիկական միջոցներով, երբ իրավիճակն է պահանջում, նրանք գործի են անցնում վճռականությամբ ու պրոֆեսիոնալիզմով, որը գերազանցում է նույնիսկ ամենաբարձր սպասելիքները։ Նրանք լուծում են խնդիրներ այնտեղ, որտեղ թվում է գործի դնելու միջոցներ պարզապես չկան։ Ճշգրիտ հաշվարկ, համարձակություն եւ համագործակցման բացառիկ կարողություններ։ Սրանք օպերատիվ արձագանքման վարչության քրեական ոստիկանների համար իրենց առջև դրված խնդիրները լուծելու համահավաք բանաձևն է։ Այս բանաձևը Լազար Սիրոյանն իր հետ կտանի Միացյալ Նահանգներ, որպես հրահանգիչ կիրառելու նաև Միացյալ Նահանգներում։ Եթե որպես հրահանգիչ ես սովորեցնելու ընթացքում ոչ մի բան չեմ սովորել, ուրեմն իմ արած աշխատանքը վատնված է, անիմաստ է։ Այս պարագայում կարող եմ ասել միանշանակ տղաներից սովորել եմ, տեսել եմ եւ ընկալել եմ թիմային աշխատանքը, տեսել եմ նոր բաներ, որոնք որ իրանք իրենց միջավայրում անում են եւ շատ էֆեկտիվ է, եւ փորձել ենք այդ նոր հնարքները հնարավորինս ադապտացնենք այն միջավայրին, որտեղ տղաներն են աշխատում։ Ոչ մի բան սև ու սպիտակ չի լինում։ Միանշանակ դա շատ հետաքրքիր մի փորձ էր, որը ես այստեղից ինձ հետ կվերցնեմ ու կփորձեմ նաև իմ հրահանգիչի աշխատանքի մեջ նաև կիրառեմ Միացյալ Նահանգներում։ Լինել օպերատիվ արձագանքման վարչության ծառայող նշանակում է գերազանց տիրապետել մարտավարական հնարքներին, ունենալ առանձնահատուկ հատկանիշներ։ Օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների պատրաստվածության մակարդակը գնահատել գերազանց բառով չափազանց համեստ կլինի։ Նրանք արդեն անցել են այդ սահմանը։ Նրանք ապացուցեցին, որ իսկական պրոֆեսիոնալիզմը սկիզբ է առնում ոչ թե այն պահից, երբ ամեն բան ձեռքի տակ է, այլ այն պահից, երբ նույնիսկ սուղ պայմաններում գործում ես հստակ, վստահ եւ արդյունավետ։ Բարձր պրոֆեսիոնալիզմը սկսվում է կրթությամբ ու փորձով, իսկ այսօրվա արդյունքները դրա լավագույն վկայությունն են, ինչի կապակցությամբ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պարգևատրեց Լազար Սիրոյանին ոստիկանության ծառայողների տակտիկական պատրաստականության բարձրացմանը ցուցաբերած գործուն աջակցության եւ մասնագիտական ներդրման համար։ Այս պարգևատրումը ոչ միայն շնորհակալության ժեստ էր, այլ նաև հստակ ուղերձ։ Ներքին գործերի նախարարությունը բաց է համագործակցության համար եւ պատրաստ կիրառելու ամենաարդյունավետ միջազգային փորձը հանուն հայրենիքի անվտանգության։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզաների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Հարգելի քաղաքացիներ, roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։